Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար գործող կեցության ծրագրին նորն է ավելացել։ Կարիքավորները լրացուցիչ սոցիալական աջակցություն կստանան, որից օգտվելու համար սահմանվել են որոշ պահանջներ։ Մասնավորապես, մեկ անդամի հաշվով եկամուտները չպետք է գերազանցեն 55,000 դրամը։ Ապրիլի 1-ից որոշակի խմբեր, հիմնականում աշխատանքային տարիքի անձինք չեն ստանալու կեցության եւ այլ ծախսերը օգնելու սոցիալական աջակցության միջոցառումը, եւ քանի որ կար օբյեկտիվ անհրաժեշտություն մեր քննարկումների արդյունքում, դիմումների ուսումնասիրության արդյունքում, որ որոշակի անձինք դեռևս կարիք ունեն դրա աջակցության, օրինակ որոշակի ծախսեր հոգալու, բնակվարձի վճարումները կատարելու համար, եւ այս հանգամանքով պայմանավորված ընդունվել է կառավարության որոշումը, որի հիմքը ցածր եկամուտներ ունեցող անձանց աջակցության տրամադրումն է։ Այն կտրամադրվի ամսական դրամական օգնության տեսքով ապրիլից դեկտեմբերը ներառյալ աջակցության չափը կլինի 40,000 դրամ, որին ընտանիքի երկրորդ անդամից սկսած հավելյալ կգումարվի եւս 10,000-ը։ Եթե ընտանիքը բաղկացած է 5 անդամներից, որոնց 55,000 դրամից ավել ընտանիքը եկամուտ չունի, կդիտարկվի շահառու եւ կստանա աջակցություն 40,000 դրամ ընտանիքի համար, գումարած եւս սկսած երկրորդ անդամից յուրաքանչյուրի համար 10,000 դրամ, այսինքն 40,000 դրամ գումարած եւս 40,000 դրամ, 80,000 դրամ։ Աջակցությունից չեն կարող օգտվել սոցիալական հաստատություններում գտնվող անձինք, լրացուցիչ աջակցություն չեն ստանա նաև այն անձինք, որոնք բնակվում են պետության տրամադրած տարածքներում եւ բնակվարձի խնդիր չունեն։ Քանի որ հիմքը կարիքավորությունն է, դարկվել է նաև ավտոմեքենա ունենալու հանգամանքը 2017 թվականից բարձր արտադրության ավտոմեքենայի դեպքում ընտանիքը աջակցություն չի ստանա կամ եթե այդ ավտոմեքենայի համար վճարում են գույքարդ 15,000 դրամից ավելի գումար։ Եվ իհարկե հաշվի առնում որոշակի գույք ունենալու հանգամանքը, այստեղ դիտարկվել է միանձնյա սեփականության դեպքում նույնպես ընտանիքը չօգտվի աջակցությունից կամ եթե ընտանիքի անդամները միևնույն գույքի նկատմամբ ունեն 50%-ից ավել սեփականության իրավունք։ Սոցհարթակներում հաճախ դժգոհություններ են հայտնում աշխատող արցախցիները, նրանք համամիտ չեն աշխատող, բայց աջակցություն ստացողների հետ։ Արտակ Հարությունյանը պարզաբանում է։ Սոցիալական աջակցության մասին ենք մենք խոսում, որը պետք է լինի թիրախային եւ տրված աջակցությունը չպետք է գերազանցի այն գումարը, որը տրվում է կստանա անձը աշխատելու դեպքում։ Այս սկզբունքը միշտ պահպանվում է, եթե բարձր լիներ, շատ բարձր լիներ այս աջակցության գումարի չափը, դա կարելի է ինչ-որ տեղ համեմատել նույնիսկ նվազագույն աշխատավարձի հետ։ Իսկ հիմա եկեք պատկերացնենք անձը ընտրություն ունի կատարելու ստանալ այս աջակցության գումարը, թե աշխատել։ Աշխատելը բոլոր դեպքերում ավելի շահագրգռված են լինելու մեր հայրենակիցները աշխատելու, քան այս աջակցությունը ստանալու։ Մեր հայրենակիցները սոցիալական աջակցության ծրագրին կարող են դիմել ապրիլի 22-ից։